Հաճ չեմ գուշակում, չէ՞։ Վերջապես երազանքներն իրականանում են։ Ու կապ չունի, որ երազանքը ավելի ցածրին ձգտելն է, կարևորը ավելի լավ է հնչում։ Գլխավոր ծառայես արդեն ճանաչում եմ։ Շատ լավ եմ ճանաչում, վաղուց գիտեմ։ Դե հա, ոգևորությանս ու սպասելիքներիս ոչ չափ կա, ոչ էլ սահման։ Քիչ մնաց, ընդամենը մի քանի ամսից երևի դեպի ծով ելք կունենամ ու բանանի արտահանմամբ կզբաղվեմ։ Չնայած այդ վերջինը ոնց որ արել եմ։ Ծառաներ ամեն դեպքում դեռ չունեմ։ Ժամանակավորներն են։ Ինձ ասում են, որ կամ շատերը կփոխվեն, կամ էլ կմնան նույնը։ Անկեղծ ասած, ինձ համար այդքան էլ մեծ տարբերություն չկա։ Ոնց ուզում եք արեք, մեկը կամ վիճակս գնալով վատանում է, կամ էլ մնում է նույնը։ Առայժմ միայն մի բան գիտեմ։ Դրսի գործերիս ու պաշտպանությանս հարցում փոփոխություններ չեմ ակնկալում։ Ամեն ինչ նույնն է մնում։ Իսկ մեծամասնությունը նույնը չմնաց։ Փոքրիկ բացառությունը նորից փոքրիկ խաղ խաղաց, իրեն մեծի տեղ դնելով։ Դե ես արդեն սովոր եմ, ժպտում եմ, անցնում գնում է։ Ուղղակի հիմա նորից պիտի լսեմ, որ իմ վիճակը վատ է ու որ իրենք դեռ պիտի ինձ համար կարգ ու կանոն հաստատեն։ Երբեք Ալեքսանյանը կեղծիքներ չի անում։ Ուրիշ բան որ շատ չափից ավելի լավություններ անում մարդկանց։ Տիկին Բիշարյան, բայց դուք եք ասում, հիշում եք նախագահական ընտրություններից։ Սամվել Ալեքսանյանը չի վերաբերում, այդ համայնքի բոլոր գործը։ Հիմա դուք ուր եք գնում, պարոն Ալեքսանյան։ Ես քրոջս եմ իջացնում, քրոջս։ Ասում են, որ ահագին մեծ արխորժակով են գնացել Բաղրամյան։ Դե իրենց համար 3 ծառան ինչ է, որ բամի կարգի վարչապետ չունենան, բայց փաստորեն Բաղրամյանում ահագին քացախ է եղել։ Հին ընկերներն էլ ասում են, որ իրենք այս անգամ էլ մեծամասնությանը մենակ կթողնեն։ Չնայած հակառակից էլ չէին հրաժարվի, բայց պայման էին դրել, ասում էին, որ իրենք 7 հատ պահանջ ունեն ու եթե գոնե մի քանիսը ընդունվեն, իրենք հետ ծառայություն կանեն։ Բայց ոնց որ այստեղ էլ այդ հախորժակի պահը կար ու հին ընկերները դժգոհ մնացին, ասում են ընտրյալները իրենց ասածներին մատերի արանքով են նայել ու իրենք ծառա չեն դառնում։ Քանի ես ծառաների դարդով եմ տարված, ինձ մոտ եկավ իմ աշխարհի հետ շփումներով զբաղվող մեծերից մեկը։ Պարզվում է էլի իմ մասնիկներից է, դե տաղանդավոր եմ էլի հոզորով չէ, եկավ, ինձ դասեր տվեց, խելոք բաներ ասաց ու գնաց նաև Բաղրամյան։ Չգիտեմ ինչ են խոսել, ինչքանով են իրար հասկացել, բայց վերջում մի քիչ թիթիզացել են։ Լավ է, շատ լավ է, մենք էլ դրանից ունեցանք, բահո աշխարհի մեծերից հետ չենք մնա, էդ էլ հո տնտեսություն չէ։